Մարզային բժշկական կենտրոնների համար հիվանդի վստահությունը, ծախսերի կառավարումը և նորագույն սարքավորումների ներդրումը զարգացման նախադրյալներից են, բայց արի ու տես, որ ոչ բոլոր բուժհաստատություններին է հաջողվում հասնել այս ամենին։ Գորիսի բժշկական կենտրոնն այս հարցում բացառություն է։ Վերջին տարիներին 40%-ով ավելացրել են տեղի և մուտքերը և բուժանձնակազմի աշխատավարձը, սեփական եկամուտներով մի շարք նոր սարքավորումներ են գնել, մայրաքաղաքի բժիշկներին ներգրավել։ Մուտքերը մեր շեշտակի ավելացել են 6 տարվա ընթացքում, թե պետպատվերի մասով, թե վճարովի ծառայությունների մասով։ Դուք ճիշտ նկատեցիք, բժշկական կենտրոնը որպես այդպիսին պարտքեր չունի, եւ մենք միշտ աշխատում ենք, ամեն տարի աշխատում ենք շահույթով, բավականին մեծ շահույթով, եւ վճարում ենք մեր շահութահարկը, շահաբաժինը, մի քանի կարևորագույն սարքավորումներ ենք ձեռք բերել, որը նախկինում երբևիցե մեր մոտ չի եղել եւ որի պատճառով բազմաթիվ պացիենտներ գնում են մայրաքաղաք հետազոտվելու կամ բուժվելու։ Որն է Գորիսի բժշկական կենտրոնի հաջողության բանաձևը, կառավարումը, թե բուժանձնակազմի միջանձնային հարաբերություններն են նաև նպաստում, որ բուժհաստատությունն առաջընթաց ապահովի։ Դավիթ Մաշուրյանը փակագծեր է բացում։ Լավ բժիշկ լինելը դեռ չի նշանակում, որ լավ կառավարիչ պետք է լինի անպայման։ Այնպես որ լավ կառավարիչ լինելու համար նաև այլ հատկանիշներ են պետք։ Պետք է ամբողջ բժշկական կենտրոնում ապահովել այնպիսի միջավայր, որ պացիենտների դիմելիության խնդիր չունենալ։ Գորիսի բժշկական կենտրոնի միջանցքներում օրվա համարյա բոլոր ժամերին հերթեր են, մասնագետի խորհրդատվությանն են սպասում մարզի գրեթե բոլոր քաղաքներից, առավել շատ Սիսիանից։ Բուժումները լավ կատարում է, ինչ համար Երևան գնաք, ավել գումար ունեք, որ տանեք ծախսեք։ Մենք Գորիսը շատ գոհ ենք, լրիվ, մանավանդ բժիշկներից էլ Ես հիվանդանոցը բժիշկներից գաստրոենտերոլոգ։ Գաստրոենտերոլոգ Գոհար Դավթյանը այսուհետ հիվանդներին կհետազոտի վերջերս ձեռք բերված էնդոսկոպիկ նոր սարքի միջոցով։ Այն թույլ կտա առավել ճշգրիտ ախտորոշել հիվանդությունը։ Տարածաշրջանի համար անչափ կարևոր էր սա, շեշտում է։ Սարքը հնարավորություն է տալիս բացի հետազոտումից, ախտորոշումից, հետազոտման ընթացքում կատարել նաև բուժական միջամտություններ, ինչպիսիք են արյունահոսության դադարեցում, պոլիպեկտոմիաներ, օտար մարմինների հեռացում։ Նոր սարքավորման շնորհիվ հետազոտությունը առավել արդյունավետ է իրականացնում նաև քիթ կոկորտ ականջաբան Քրիստինե Դադունցը, ասում է հատկապես մանկաբուժության համար սարքը պահանջվածներից է։ Ինքը քանի որ բարակ խողովակի նման սարքը հնարավորություն է տալիս թե մեծերին, թե փոքրերին անցավ հետազոտություն անցկացնել, հիմնականում կարող են դիմել քթային դժվարաշնչություն, կոկորտի խնդիրներ, քթի օտար մարմնի կապակցությամբ, ձայնի փոփոխությունների հետ կապված եւ ինչպես նաեւ տարբեր պաթոլոգիաներ։ Մարդու կուլտուրա, մարդու վերաբերմունքը, փողը ոչ մի բան չես գնում, սուտ է։ Չեմ ասում, փողն էլ ինչ-որտեղ օգնում է, բայց ամեն դեպքում մարդու վերաբերմունքը ավելի գեղեցիկ է, կաս թե փողը, ծավոտանը։ Ինչն է մոտիվացնում բժշկին լավ աշխատելու, գումարը թե առողջացած ու գոհ հաճախորդը։ Գորիսի բժշկական կենտրոնի մասնագետները մի քանի նախադրյալ են շեշտում։ Դրանց մի մասը առաջարկ ստանալուն պես մայրաքաղաքից տեղափոխվել ու ընտանիքով բնակություն է հաստատել Գորիսում։ Հիմնականում նպատակը դա է եղել, որ Սյունեցին, Գորիսեցին Սյունեցին չհասնի Երևան, շատ ծախս չունենա, ինչպես նաև մենք այստեղ մատուցում ենք պետպատվերով բոլոր ծառայությունները, ինչպես նաև ունենք պետպատվերով դեղորայք, որը հասանելի է ամբողջ ծավալով։ Առաջին մոտիվացիան ես իմ ծննդավայրում եմ աշխատում, բոլոր պայմանները անհրաժեշտ եւ մթնոլորտը, աշխատանքային եւ տեխնիկական հագեցվածությունը ճիշտ է երիտասարդ կազմ ունենք ընդհանուր առմամբ, բայց գրեթե մեծամասնությունը արդեն փորձառու երիտասարդ տարիքում ու թիմային լավ աշխատանքի շնորհիվ բժիշկների անհատական որակների ադմինիստրատիվ լայն աջակցության շնորհիվ մեր մոտ շատ բան է հաջողվում։ Մենք Երևանից մոտ 7 բժիշկ ունենք, այս բանը եթե չեմ սխալվում, հատկապես վիրաբուժական բաժանմունքում մեր բժիշկների մեծ մասը նույնիսկ Երևանից են եւ այո, իրենք այնպիսի վարձատրություն են այս պահին ստանում, որ իրենց թույլ են տալիս վարձով եւ մնալ, եւ կոմունալ ծախսերը հոգել, եւ արժանապատիվ նաեւ վարձատրվել ընդհանուր առումով։ Եթե չհաշվենք շատ խիստ մասնագիտական ծառայությունները, ապա կարելի է վստահորեն ասել, որ Գորիսի բժշկական կենտրոնն այսօր իր ներուժով չի զիջում մայրաքաղաքային առաջատար կլինիկաներին, նշում է տնօրենը։ Իմ նպատակը այն է, որ մենք հասնենք նրան, որ Գորիսի տարածաշրջանից եւ առհասարակ Սյունիքի մարզից պացիենտները հնարավորինս քիչ բուժման նպատակով մեկնեն Երևան, կարիք ունենան մեկնելու Երևան։ Մենք արդեն իսկ մայիսի 1-ից բացել ենք քիմիոթերապիայի բաժանմունքը,
ամբողջությամբ նոր ծառայություն է Գորիսի ԲԿ-ի պատմության մեջ։ Անցած տարեվերջին համալրվել ենք էլեկտրոնեյրոմիոգրաֆ սարքով, ծայրամասային նյարդերի հետազոտության սարք է, որը որ ներկապային Սյունիքի մարզում միայն մեր բժշկական կենտրոնում է։ Մեկ շաբաթից ավելի է Հանրապետության բժշկական կենտրոնները լիովին անցել են առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Դավիթ Մաշուրյանը փոփոխությանը դրական է վերաբերվում, նշելով՝ առաջ կշարժվեն նույն քաղաքականությամբ, հիվանդը կարևոր է, իսկ ԲԿ-ն կարող։ Դրականը այն կլինի, որ ամեն դեպքում մենք հիմա բժշկական հարցերով կշփվենք միայն առողջապահության նախարարության հետ, նախկինում շատ դեպքերում մենք երկու ոլորտում շփումներ ենք ունեցել, որը զուտ ժամանակի առումով երբեմն այդքան հարմար չէր։